Հարց ուղղված է բարձր տեխնոլոգիական արդյունավետության նախարար Մխիթար Հայրապետյանին։ Պարոն նախարար, շաբաթվա սկիզբը նշանավորվեց ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի պատմական այցով եւ այս հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում իհարկե մեծ ծավալի աշխատանք է արել ձեր նախարարությունը եւ դեռևս պետք է անի շարունակի այդ գործունեությունը։ Ես կուզենայի, որպեսզի դուք այս ամբիոնից հնարավորություն ունենայիք ներկայացնելու, թե ինչ արդյունքների ենք մենք հասել եւ ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի բարձր տեխնոլոգիայի արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, համեցեք։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բաբյան, ուզում եմ ասել, որ երեկ Երևանում տեղի ունեցավ Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների եւ նորարարության գագաթաժողովը, առաջին գագաթաժողովը, հույսով որ այն շարունակական բնույթ է ունենալու, որին մենք ընդամենը օրերի ընթացքում հասցրինք հրավիրել Միացյալ Նահանգներից խոշոր տեխնոլոգիական ընկերությունների տարբեր ներկայացուցիչներ, մասնավորապես մասնակցել են ներկայացուցիչներ Nvidia, Salesforce, Shield AI, Astranis, Dell, Firebird եւ այլ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Հայաստանում գործունեություն ծավալող ամերիկյան վերազգային ընկերությունների մասնաճյուղերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Կարող եմ ասել, որ երեկվա միջոցառման ընթացքում մի քանի կարևոր հայտարարություններ են արվել գործընկերների կողմից, մասնավորապես դրանց մի մասը արդեն իսկ հանրային հրապարակային կերպով մենք կոմունիկացրել ենք։ Firebird ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ արդեն իսկ վերահաստատեցին, որ երկրորդ փուլի իրենց ծրագրի արհեստական բանականության տվյալային կենտրոնի երկրորդ փուլի իրագործման թույլտվությունն են ստացել Սպիտակ տնից եւ ընդհանուր ծրագրի արժեքը, որը դեռևս նախորդ տարվա ամռանը ներդրումային արժեքը հայտարարվել էր $500 միլիոն, ըստ էության կհասնի 4 միլիարդ ԱՄՆ դոլարի։ Սրա արդյունքում արդեն հայտնի է Հրազդան քաղաքում կառուցվելու է արհեստական բանականության տվյալային կենտրոն, Nvidia եւ Dell ընկերությունների հետ համատեղ գործակցությամբ, այսինքն այս երեք ընկերությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան։ ԱՄՆ պետքարտուղարության մեր գործընկերները նաեւ փոխանցեցին ըստ էության նաեւ վերահաստատեցին Google ընկերության վաղ առավոտյան արած հայտարարությունը, մասնավորապես արդեն Հայաստանում ամենայն հավանականությամբ ապրիլի վերջին մայիսի սկիզբ կակտիվացվի դրամայնացումը կամ ինչպես ավելի հաճախ ընդունված է ասել մոնետիզացիան, այսինքն YouTube-ի գործընկերային ուրեմն ծրագիրը կակտիվացվի, փաթեթը կակտիվացվի Հայաստանում, նաև Shield AI գործընկերները նաև հանդես եկան հայտարարությամբ, որ կառավարության հետ մասնավորապես անօդաչու թռչող սարքերի մասով համագործակցության նոր էջ են բացում Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաև Թումո ընկերությունը նաև հայտարարեց արդեն հակառակ ուղղությամբ, որ առաջիկայում նախատեսում է նոր մասնաճյուղեր բացել Միացյալ Նահանգների տարածքում, որ արձագանքեք կշարունակեմ։ Լավ է հնչում, շարունակեք, մարդ չի ուզում ընդհատիր։ Խնդրեմ, պարոն Բաբյան։ Շնորհակալություն, այո, խնդրում եմ շարունակեք եւ եթե կա որոշ մոտավոր նաեւ ժամանակացույց ձեր նշածի, նաեւ եթե հնարավոր է դա մանրամասնեք, շնորհակալություն։ Իհարկե YouTube-ի մասով նշեցիք մոտավոր ժամանակահատվածը, Firebird-ի տվյալային կենտրոնի մասով ես կարող եմ ասել, որ առաջին հատվածը ամենայն հավանականությամբ 2 ամսից գրաֆիկական պրոցեսորները կլինեն Հայաստանում, համենայն դեպս կարող եմ ասել, որ տվյալային կենտրոնը հենց 26 թվականից սկսած արդեն իսկ իր գործունեությունը կծավալի։ Եվ մեր գագաթաժողովի երկրորդ հատվածը իհարկե նվիրված էր արդեն ապագային, թե ինչպես ենք մենք Հայաստանը եւ Միացյալ Նահանգները տեխնոլոգիական եւ նորարարությունների համագործակցության ոլորտում նոր մակարդակի բարձրացնում եւ
ընկերությունների մեծ մասը ընթացիկ խնդիրներ բարձրաձայնեցին, դրանք մեր գործընկերները ըստ էության առաջիկայում կուսումնասիրեն, մասնավորապես տեխնոլոգիաների տրանսֆերի հետ կապված, ինչպես նաև արտահանման հետ կապված որոշակի խնդիրներ, ինչը հնարավորություն կտա նորանոր ամերիկյան ընկերությունների արդեն ներկայությունը ապահովել Հայաստանում, նոր պատվերներ ապահովել հայաստանյան մասնաճյուղերի համար եւ ըստ էության այդ ինժեներական համաշխարհային արժեշղթայում բարձրացնել Հայաստանի դերակատարումը։